Բրիտանական The Telegraph պարբերականը գրում է, որ Չինաստանը գաղթի կերպով Իրանին տրանսպորտային ինքնաթիռներ է մատակարարել Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին։ Լրագրողների տեղեկություններով Իրան է ժամանել 2 առեղծվածային տրանսպորտային ինքնաթիռ, որոնցից մեկը օդ է բարձրացել Շանհայից։ Հաղորդվում է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռները հյուսիսային Չինաստանով շարժվել են դեպի արևմուտք, անցել Ղազախստանը, թռել Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի վրայով եւ Իրանի սահմանի մոտ, անհետացել ռադարներից եւ այլևս չեն հասել Լյուքսեմբուրգ, որը նշված է եղել որպես նպատակակետ։ Մինչ այս Չինաստանը մեղադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության կրակին յուղ լցնելու մեջ։ Ներկայումս ԱՄՆ-ն դիտարկում է Իրան-Իսրայել հակամարտությանը միանալու հարցը։ Իրանցի ժողովուրդը կդիմադրի թե պարտադրված պատերազմին, թե պարտադրված խաղաղության դեմ եւ չի հանձնվելու որևէ մեկին, ասել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին։ Ամերիկացիները պետք է իմանան, իրանցի ժողովուրդը չի հանձնվելու, իսկ նրանց ցանկացած ռազմական միջամտություն անշրջելի վնաս կբերի, ասել են նա։ Իրանի հոբ համակարգերը երկրի հարավ-արևմուտքում խոցել են իսրայելական ինքնաթիռ։ Հայտում է Մեհեր գործակալությունը ինքնաթիռի օդաչուն վթարից առաջ ինքնանետվել է։ Նրան փնտրում են, հաղորդում է աղբյուրը։ Գործակալությունը չի հստակեցրել մանրամասներ, իսկ Իսրայելը չի հայտնել ինքնաթիռի կորստի մասին։ Գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, այս մասին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Մյուս փաստաբանը Լիանա Գասպարյանը նշել է, որ իրենց տեղեկություններով քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին։ Փաստաբանները ապօրինի են որակել մեղադրանքը եւ հայտնել, որ Կարապետյանը այն չի ընդունում։ Յուրաքանչյուր անձ կարող է այս տեսանյութը դիտել եւ գնահատել դա հանցագործություն է թե հանցագործություն չէ, ընդգծել է փաստաբանը։ Սամվել Կարապետյանին քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան խափանման միջոցի հարցը քննելու։ Քննչական կոմիտեի բակում հավաքվածները Սամվել Կարապետյանին ողջունել են ծափահարություններով, այնուհետև իրենք եւս երթով ուղևորվել դատարանի շենք։ Սամվել Կարապետյանի աջակիցների թվում էր նաև երգիչ Ռազմիկ Ամյանը, նա նշել է այդտեղ է, որովհետև համաձայն է Կարապետյանի ասած ամեն բառի հետ։ Ես այստեղ եմ, որպեսզի կանգնեմ իմ պարոն Կարապետյանի կողքին, համաձայն լինելով այն իրադարձություններին, որը հիմա կատարվում է։ Այդքան բան, ուզում ենք մի վարքյան շուտ Իրան ազատության մեջ տեսնենք, որ համաձայն եմ իր ամեն մի ասած տառը։ Սամվել Կարապետյանի դուստրը Տաթևիկ Կարապետյանը կոչ է արել հավաքվել Մազմանյան 5 հասցեում ի աջակցություն իր հոր հայտարարության մեջ նշել է. Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են, շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների եւ հիմքերի համար, սա իսկապես կարեւոր է, բայց այսօր միայն խոսքեր չեն պետք, մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին, երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել եւ պահպանել ենք արդարությունը։ Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող քննչական կոմիտեի շենքում, թող բոլորը տեսնեն, նա միայնակ չէ, մենք էլ մենակ չենք։ Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում։ Ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության, հայտարարել է Տաթևիկ Կարապետյանը։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 44-օրյա պատերազմում Ցորի D20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։ Ըստ դրա Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, դատավորը հայտարարել է։ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի որոշումը թողնել անփոփոխ, որոշումը կարող են բողոքարկել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, որոշումը հրապարակել է դատավորը։ Ըստ մեղադրանքի գեներալ լեյտենանտ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո եւ սպանվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Գրենլանդիան արդյունացրել է նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, հայտնում է բրիտանական Financial Times թերթը։ Պարբերականի տվյալներով Ֆրանսիայի ղեկավարի նկատմամբ դժկամությունն ազդել է Կանադայում G7-ի գագաթնաժողովը վաղաժամ լքելու Սպիտակ տան ղեկավարի որոշման վրա։ Միևնույն ժամանակ բրիտանացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, պարբերականին հայտնել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը պարզապես հոգնել է G7-ից եւ ցանկանում է շարունակել աշխատել արդյունավետ ինչ-որ բանի վրա։
Իրանը չի համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջած անվերապահ հանձնմանը, հայտարարել է Ֆրանսիայում Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Ամին Նեժադը։ Սա նույն ցանկությունն է, ինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն է հայտնում։ Սա բացարձակապես իրագործելի չէ։ Իրանի ժողովուրդը միասնական է ագրեսիայի դեմ, ընդգծել է դիվանագետը։ Հունիսի 17-ին Թրամփը Իրանից պահանջել էր անվերապահորեն հանձնվել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չէր ցանկանա օգտագործել ամերիկացի զինվորականներին իրանական խնդիրը լուծելու համար, սակայն Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լքել է Կանադայում G7-ի գագաթնաժողովը չստանալով ցանկալի ֆինանսական եւ քաղաքական աջակցություն, գրում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով ուկրաինացի առաջնորդն իր երկիրն աջակցելու համար ակնկալում էր տարեկան $40 միլիարդ ֆինանսավորում։ Բացի այդ, նա պատրաստվում էր հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու ռազմական օգնությունը, սակայն Թրամփի այցը շուտ է ավարտվել եւ բանակցություններն այդպես էլ չեն կայացել։ Գերմանական Berliner Zeitung թերթը գրել է, որ Կանադայում G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների ձախողված հանդիպումը հարված էր Կիևին։ Հրապարակման հեղինակի կարծիքով Թրամփի վաղաժամ վերադարձը Վաշինգտոն դառը մեսիջ է Կիևին, ինչը նշանակում է, որ ուկրաինական հակամարտությունն ԱՄՆ-ի համար մաղվում է երկրորդ պլան։ Իրանը կարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միանա Իսրայելի գործողությանը։ Այս մասին հայտնում է New York Times-ը, վկայակոչելով երկու իրանցի պաշտոնյայի։ Պարբերականի համաձայն Իրանն արդեն իսկ իր հրթիռները բերել է պատրաստության ամերիկյան ռազմական օբյեկտներին հնարավոր պատասխան հարվածի համար։ Ակնկալվում է, որ եթե Միացյալ Նահանգները միանա հակամարտությանը, Իրանի հետ կապված Եմենի հութիները կվերսկսեն հարձակումները Կարմիր ծովում քաղաքացիական եւ ռազմական նավերի վրա։ Միևնույն ժամանակ Պենտագոնն արդեն ստորաբաժանումներ է մտցրել Մերձավոր Արևելքի ռազմակայաններ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում։ Այնտեղ ծառայում է մոտ 40,000 ամերիկացի զինվոր։ Հաղորդվում է նաեւ, որ Եվրոպա է ուղարկվում 30 ամերիկյան ինքնաթիռ, որոնք կարող են օգտագործվել իսրայելական կործանիչներն ու ռմբակոծիչները վառելիքով լիցքավորելու համար։ Իսրայելում ամերիկյան դեսպանատունը եւ նրա բոլոր մասնաճյուղերը փակ կլինեն մինչեւ հունիսի 20-ը։ Այս մասին հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։ Հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանատան բոլոր աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամներն առայժմ կմնան Իսրայելում եւ պետք է մշտապես մնան ապաստարանների մոտակայքում։ Դեսպանատունը նշել է, որ այս որոշումը կայացվել է անվտանգության իրավիճակի եւ Իսրայելի ու Իրանի միջև շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Բացի այդ, հաշվի են առնվել Իսրայելի պաշտպանության ուժերի ներքին ճակատի հրամանատարության առաջարկությունները։ Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ հնարավոր չէ օգնել ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ Իսրայելից, քանի որ երկրի օդային տարածքը փակ է քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար։ Բացի այդ, փակ են Իսրայելի բոլոր ծովային նավահանգիստները, սակայն Իսրայելը հնարավոր է լքել ցամաքային ճանապարհով Եգիպտոսով ու Հորդանանով։ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ աշխարհին սպասվում է հիշարժան անակնկալ։ Հայտարարությունը վկայակոչել են ռուսական տելեգրամ ալիքները, այդ թվում Վայենի Աբազիվադելը։ Այս գիշեր մեզ սպասվում է անակնկալ, որը աշխարհը կհիշի դարեդար, ասվում է հայտարարության մեջ։ Հունիսի 17-ին Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կայում Արց Հեյդարին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հարձակվում է Իսրայելի վրա, օգտագործելով նոր զինատեսակներ։ Նրա խոսքով նոր եւ առաջադեմ զինատեսակների կիրառմամբ հարձակումներն արդեն սկսվել են եւ առաջիկա ժամերին կուժեղանան։ Եվրամիության որոշ արտգործնախարարներ քննադատել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազանգի համար, որի ընթացքում նա աջակցություն է հայտնել Իսրայելի պետությանը։ Այս մասին հայտնում է Պոլիտիկոն, հղում անելով աղբյուրներին։ Այսպես, Եվրամիության անդամ պետություններից մեկի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ մեծ տարբերություն կա ինքնապաշտպանության իրավունքի եւ այլ երկրի դեմ կանխարգելիչ ռազմական գործողություններ սկսելու միջև։ Մեկ այլ դիվանագետ ֆոն դեր Լեյենին մեղադրել է մենակ մրցավազք վարելու մեջ, քանի որ Իսրայելին աջակցելու որոշումը կայացվել է առանց այլ երկրների հետ դիրքորոշումը քննարկելու։ Ինչպես նշվում է հոդվածում, Եվրամիության միայն 10-ից 15 երկիր է համերաշխություն հայտնել Իսրայելին,
ինչը վկայում է այդ դիրքորոշման պառակտման մասին։ Միևնույն ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նույնպես չի պաշտպանել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիրքորոշումը ինքնապաշտպանության իրավունքի վերաբերյալ, կոչ անելով հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Գործարար Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին տեղափոխել են քննչական կոմիտե, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից դեռ պաշտոնական արձագանք չկա։ Նշենք, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս է եկել իր առանձնատնից եւ իրավապահների հետ հեռացել։ Ժամ է շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասել է. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը տեղի ունեցած իրադարձություններից հետո լուսաբացին հերթական գրառումն է արել եկեղեցու մասին, նա անդրադարձել է նաև Արշակ Սրբազանին, ասելով, որ պետք է կարգալույծ լինի։ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հիմա ես պայքարում եմ ընդդեմ եկեղեցու, թե պայքարում եմ հանուն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների։ Ես եկեղեցու դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։ Իհարկե դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում եմ հանուն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ», հրապարակման մեջ նշել է Փաշինյանը։ Մեկ այլ հրապարակման Փաշինյանը անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանին, որն իշխանությունների թիրախում է հայտնվել եւ ձերբակալվել եկեղեցուն աջակցող խոսքեր հնչեցնելու համար։ «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց հեծի վրա էլ», Սամվել Կարապետյանի այս խոսքերը Փաշինյանն իր ձևով է ներկայացրել, նշելով. «Մեջբերում, այսինքն այս մարդիկ հեծը իրենցը չեն էլ համարել եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե հեծը իրենցը չէ, ումն է ուրեմն, նրա սպառողներին է, նրա աշխատողներինը, ասել է թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ հեծի սպառող է կամ աշխատակից։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի կամ պետականացվի։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից կամ պետականացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի», նշել է Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ազգայնավտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Փաշինյանի մեկ այլ որոշման համաձայն ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգայնավտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը, ասված է գործարար Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ, որտեղ մասնավորապես ասվում է. «Անկեղծ ատելությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, կամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը ցավոք այս իշխանության որակների ողջ ամբողջական ցուցակն է։ Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել։ Իմ ընտանիքիս կյանքի եւ գործունեության առանցքում այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետեւ դրանց հիմքում ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր եկեղեցու հանդեպ։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից Աստծո օգնությամբ», հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանը։ Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Կանադայի Կանանասկիս քաղաք մասնակցելու մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ուկրաինական հասարակական պարբերականը։ Նշվում է, որ նա հանդես կգա հատուկ նիստում ուժեղ եւ անկախ Ուկրաինա խորագրով, որտեղ քննարկվելու է Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանությունն ու միջազգային աջակցությունը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուր Ռահման Մուսավին իրանական պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում դիմել է Թել Ավիվի ու Հայֆայի բնակիչներին, կոչ անելով լքել քաղաքները։ Օկուպացված տարածքների, մասնավորապես Թել Ավիվի ու Հայֆայի բնակիչներին նախազգուշացնում ենք, որ լքեն տարածքները իրենց կյանքերը փրկելու համար, ասել է նա։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ
Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է վարվել, քննադատելով մեծ յոթնյակի առաջնորդներին Ռուսաստանին G8-ից բացառելու եւ Ուկրաինայում պատերազմը սրելու համար։ Թրամփը ճիշտ է անում ամեն ինչ։ Նա արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի դեմ անհիմն քաղաքականության եւ պատերազմի հրահրման համար, գրել է Ֆիլիպոն սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Մոսկվան համակարծիք է Թրամփի այն դիրքորոշմանը, որ Ռուսաստանի դուրսբերումը G8-ից եղել է սխալ։ Սակայն ըստ Պեսկովի ներկայում G7-ը այլևս հետաքրքրություն չի ներկայացնում Ռուսաստանի համար՝ ի տարբերություն G20-ի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը սկսել են հրթիռների եւ անօդաչուների նոր ալիքով հարձակումներ Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Թանսիմ գործակալությունը, հարվածները նպատակաուղղված են օկուպացված տարածքներում գտնվող օբյեկտներին։ Սա արդեն երկրորդ հրթիռային գրոհն է վերջին օրերին։ Նախորդ ալիքը տեղի էր ունեցել հունիսի 17-ի գիշերը, թիրախավորելով Նևաթիմ ավիաբազան եւ Նեգևի անապատում գտնվող ռազմական օբյեկտները։ Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում Իսրայելի եւ Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Լրատվամիջոցը ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրի համաձայն նշում է, որ սա վերաբերում է մասնավորապես F-16, F-22 եւ F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները օգնում է իսրայելական ուժերին հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները։ Ռուսաստանի Դաշնության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը քննադատել է մեծ յոթնյակի աջակցությունը Իսրայելին Իրանի հետ հակամարտության համատեքստում դա անվանելով բացահայտ կեղծավորություն։ Նրա խոսքով G7 երկրները դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, սակայն արդարացնում են Իսրայելի հարվածները Իրանի դեմ։ Երկակի ստանդարտները G7-ի ձեռագիրն են, այդ բլոկն արդեն հնացած քաղաքական միավորում է եւ Մոսկվան չպետք է հույժ արձագանքի նման հայտարարություններին։ Նշել է Ջաբարովը, նախորդ օրերին G7-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ աջակցել էին Իսրայելին, մեղադրելով Իրանին Մերձավոր Արևելքում ահաբեկչության հովանավոր լինելու մեջ եւ կոչ էին արել հասնել դեսկալացիայի ու կրակի դադարեցման, այդ թվում Գազայի հատվածում։ Ռուսաստանցի դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտնել է, որ Իսրայելում գտնվելու ընթացքում ստիպված է եղել առավոտը սկսել բոմբաստարանում։ Նա հրապարակում է արել Instagram-յան էջում, պատմելով, որ սովորականից դուրս ժամին հնչել է տագնապի ազդանշանը։ 52-ամյա արտիստը նշել է, որ տագնապից հետո ուղևորվել է տեղական սրճարան ինքն իրեն հյուրասիրելու թարմ խմորեղենով։ Վիտորգանը Իսրայելում է թատերական ներկայացման մասնակցության համար, որտեղ խաղում է նաև Վիկտորիա Տոլսոգանովան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ рэփեր Ալիշեր Մորգենշտերնը նույնպես ապաստանել էր իսրայելական բունկերում Իրանից արձակված հրթիռների պատճառով։ Ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը հեգնանքով արձագանքել է Իլոն Մասկի կողմից թմրամիջոցների բացասական թեստի արդյունքի հրապարակմանը, նշելով, որ երբեք չենք իմանա որքան արժեցավ այդ արդյունքը։ Կալաչովն իր տելեգրամյան ալիքում ավելացրել է, որ Ռուսաստանում դա ավելի էժան կարժեն էր։ Մասկի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ նրա արյան մեջ չեն հայտաբերվել կոկային, ֆենտանիլ, կետամին, ինչպես նաև օպիատներ, մեթադոն ու կանաբինոիդներ։ Ավելի վաղ ԱՄՆ-ում պնդումներ էին հնչել, թե Մասկը թմրանյութեր է օգտագործել Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ։ Թրամփն էլ իր հերթին չէր բացառել, որ իրենց վեճը կարող էր պայմանավորված լինել նման ազդեցությամբ։ Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան հարվածել են Դոնեցկի այն շրջանին, որտեղ գտնվում են միայն քաղաքացիական օբյեկտներ եւ խաղաղ բնակիչներ։ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինիի խոսքով վիրավորվել է 14 մարդ։ Նա մանրամասնել է, որ հարվածը հասցվել է ամերիկյան HIMARS հեռահար հրթիռներով։ Կերչի բնակիչ է ձերբակալվել Կիևին Ռուսաստանի Դաշնության զուի օբյեկտների տվյալները փոխանցելու համար։ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինիի խոսքով կան նախնական տեղեկություններ զոհվածների մասին, նրանց թիվը ճշտվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի։ Նրա խոսքով Իսրայելը կընդլայնի Իրանի դեմ իր ռազմական արշավը։ Դուք դրա մասին կիմանաք 2 օրից, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա նշել է, որ ցանկանում է, որ Իրանի իշխանությունները լքեն Թեհրանը խաղաղ բնակիչների անվտանգության համար, ըստ Թրամփի Իրանը շատ մոտ է միջուկային զենք ստանալուն։ Թրամփը նաև անդրադարձել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի նկատառմանը, թե ԱՄՆ նախագահը լքել է G7
7 գագաթնաժողովը եւ գնացել Վաշինգտոն Իսրայելի եւ Իրանի միջեւ հրադադարի հասնելու համար։ Սա ճիշտ չէ եւ որևէ կապ չունի հրադադարի հասնելու հետ։ Խնդիրն ավելի լուրջ է, Էմանուելը միշտ սխալ է հասկանում հարցերը։ Ես չգիտեմ նա դա անում է դիտավորյալ թե ոչ, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ հրապարակային դիրքորոշում է ձևավորում Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական մասնակցության օգտին, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հեղինակների կարծիքով Թրամփի տոնի փոփոխությունը տեղի ունենում այն ֆոնին, երբ Միացյալ Նահանգները ռազմանավերն ու ինքնաթիռները տեղափոխում են տարածաշրջան արձագանքելու հետագա էսկալացիային։ Բացի այդ նշվում է, որ Իսրայելին դեռ չի հաջողվել ոչնչացնել իրանական ուրանի հարստացման գործարանը Ֆորդոում, որը գտնվում է գետնի տակ։ Դրա համար հրեական պետությանը պետք կլինի ամերիկյան Massive Ordnance Penetrator ռումբը, սակայն Իսրայելը չունի զինամթեր կամ ռմբակոծիչ, որն անհրաժեշտ է դրանք հասցնելու համար։ Ռումբը ներկայումս առաքվում է B2 գաղթակողի ռմբակոծիչով, ասվում է տեքստում։ Ըստ AP-ի խորացնել ամերիկյան միջամտությունը հնարավոր է իսրայելցիներին բունկերային ռումբեր մատակարարելով ներթափանցելով իրանական միջուկային օբյեկտներ, որոնք գտնվում են գետի խորքերում կամ տրամադրելով ԱՄՆ-ի այլ ուղղակի ռազմական աջակցություն։ Իրանական հարվածները Իսրայելին կատված է արել Թել Ավիվը քաղաքի բնակչությունների ժամանակի մեծ մասն անցեկացնում ապաստարաններում։ Այս մասին հայտում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։ Հունիսի 17-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կայումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա, օգտագործելով նոր զինատեսակներ։ Նրա խոսքով առաջիկա ժամերին այդ հարձակումները կուժեղանան։ Նա նաև հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում տարբեր տեսակի անօդաչու սարքեր ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում եւ Հայֆայում։ Երկար սպասված Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգից մեկ կրակոցը բավականին մեծ գումար կարժենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար, այս մասին հայտում է Wall Street Journal-ը։ Սա թանկարժեք եւ պահանջված զենք է, որը Զելենսկին տարիներ շարունակ փորձում է ձեռք բերել ավելի մեծ քանակությամբ։ Զինամթերքի մեկ լիցքավորումը կարող է միլիոնավոր դոլարներ արժանալ, ասվում է հրապարակման մեջ։ Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինան ունի այդ համակարգերի սահմանափակ քանակություն, մինչդեռ Վաշինգտոնը չի շտապում մեծ քանակությամբ զենք մատակարարել։ Արդյոք հակասահմանադրական գործողություն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին ու եկեղեցականներին թիրախավորելու գործելավոճը։ Այս մասին ազգային ժողովում լրագրողները հարց են ուղղել արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին, սակայն վերջինիս վրդովեցրել է եկեղեցու եւ կուսակրոնության մասին հարցը։ Ավելին նախարարը ճեպազրույցը կիսատ է թողել ու հեռացել։ Մենք ունենք հակաիրավական գործողության հասկացությունը։ Հակաիրավական գործողությունները լինում են երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Սահմանադրական խախտում ասելու եկեղեցու գործերի միջամտելու իրավունք ով ունի։ Պետությունը ունի։ Լավ, եկեք հարցը հետեւյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ։ Այս հարցի պատասխանը ունեք։ Չէ, ես շարունակում եմ։ Եկեղեցի սահմանադրական մարմին Այսինքն երկրորդ բարի լինեք, հաջորդ անգամ լսել մարդուն ում եք հաց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ձեզ պատասխանելու ձեր բոլոր հարցերին։ Բայց դուք խոսում եք այնինչ ուզում եք խոսել, դուք հարցերին չեք պատասխանում։ Ես այլևս շարունակում եմ իմ խոսքը։ Առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն այդ առաջարկի հետ կապված Ադրբեջանը պաշտոնական պատասխան չի տվել։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա մանրամասնել է, թե ինչ առաջարկի մասին է խոսքը եւ ընդգծել, որ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Դուք գիտեք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը ունի իր հստակ պատկերացումը, մեծ հաշվով դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է, եւ նաեւ Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանից Հայաստան, այսինքն Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Մեղրի Նախիջևանի տարածքով անցման իր պատկերացումը, այդ պատկերացումը
վերացման եւ այդ առաջարկի դետալները վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաեւ վերջերս Երևանյան երկխոսության իր ելույթի ընթացքում ավելի տեխնիկական դետալները եւ այս առաջարկի հետ կապված Ադրբեջանը մինչեւ օրս պաշտոնական արձագանք չի տվել։ Ես կարծում եմ, որ այս առաջարկը չափազանց լավ առաջարկ է եւ այս առաջարկը կլուծի ճանապարհների եւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Պաղեստինյան արմատական համաշարժումը խնդրել է Ռուսաստանին ստիպել Իսրայելին պահպանել միջազգային իրավունքը Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ, ասել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։ Շարժման ներկայացուցիչը պնդում է, որ Գազայում սննդի հասանելիությունը Իսրայելն օգտագործում է որպես զենք, որը խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը։ Մարզուկի խոսքով բնական է, որ Համասը շրջվում է դեպի Ռուսաստան, քանի որ նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է եւ որպես համաշխարհային տերություն կարող է օգնել իսրայելական պետությանը ստիպել պահպանել միջազգային իրավունքը։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հայտարարել է, որ եթե Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերը ձախողվեն, ուժի կիրառման տարբերակը չի կարելի բացառել։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։ Միացյալ Նահանգները ներկայումս հիմնականում պաշտպանողական դիրքերում է, բայց ինչ-որ պահի կարող է անհրաժեշտ լինել անցնել հարձակողական ռազմավարության։ Այնուամենայնիվ, նման որոշումները պետք է կայացնեն նախագահը, նրա թիմը եւ Պենտագոնը, ասել է Թյունը։ Նրա խոսքով ինքը չի ցանկանում կապել նախագահ Թրամփի ձեռքերը պաշտպանության հարցերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է ասել, թե ինչ հանգամանքներում Վաշինգտոնը կարող է պատերազմի մեջ մտնել Թեհրանի հետ։ Սպիտակ տան YouTube ալիքը հեռարձակել է ամերիկացի առաջնորդի ելույթը։ Ես չեմ ուզում խոսել այդ մասին, ասել է Թրամփը պատասխանելով լրագրողի հարցին։ CNN-ի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վախենում է, որ ամերիկյան բանակը կոնֆլիկտի մեջ կմտնի Իրանի հետ, քանի որ դա կարող է ազդել Թրամփի նկատմամբ ընտրողների վերաբերմունքի վրա։ Միառժամանակ նա հանրապետականների շրջանում բազեների ճնշման տակ է, նշում են լրագրողները։ Արևմտյան երկրները ստիպված կլինեն Ուկրաինային ստիպել գնալ փոխզիջումների, մարտերը դադարեցնելու համար, այս մասին գրում է Պոլիտիկոն։ Հեղինակները նշում են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումը կպահանջի շատ ավելի մեծ աջակցություն եւ էսկալացիա, ընդհուպ մինչեւ արևմտյան ուժեր ուղարկելը կամ ՆԱՏՕ-ի մասնակցությունը Մոսկվայի եւ Կիևի միջև հակամարտությանը։ Կիևի դաշնակիցները պատրաստ չեն ընդունել իրադարձությունների նման զարգացումը, ասվում է տեքստում, եւ դա բարդ, բայց ավելի ու ավելի անհրաժեշտ խնդիր է դնում։ Ուկրաինային աջակցելը կարող է շուտով նշանակել օգնել նրան ավարտել պատերազմը, ոչ թե հաղթել, գրում է Պոլիտիկոն։ Փոխզիջումային մոտեցումը կօգնի Ուկրաինային պահպանել իր ներկայիս տարածքները, նշվում է հոդվածում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նայինին հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը համակցված բնույթ է կրել, հաղորդում է Մեհր Նյուզը։ Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային եւ Թել Ավիվին, հայտնել է նա։ Վլադիմիր Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որ ուղիղ կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի ղեկավարության հետ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխոսնակ Կոստանտին Կոսաչովը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միջնորդական դերին։ Կոսաչովի խոսքով այս հակամարտությունում չափազանց մեծ են ռիսկերը, հետևաբար, եթե այն դադարեցնելու շանսեր կան, ապա այստեղ պետք է օգտագործվեն ցանկացած հնարավորություններ։ Դա պետք է արվի ի շահ խաղաղության եւ ի շահ մարդկության։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապի միջոցով ոչ պաշտոնական խորհուրդ կանցկացնեն քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում կապված Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության հետ։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսնակ Անվար Ալ-Անունին։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի լրջությունը, Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը վաղը ծրագրել է տեսակոնֆերանս արտաքին գործերի նախարարների հետ։
Դա թույլ կտա մտքերի փոխանակում միաժամանակ համակարգել դիվանագիտական գործողությունները Թեհրանի եւ Թել Ավիվի նկատմամբ եւ քննարկել, թե ինչպես վարվել, ասել է խոսնակը երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Եվրամիությունը նրա խոսքով կողմ է լիցքաթափմանը եւ տարածաշրջանային անվտանգությանը եւ կշարունակի անել հնարավորը դիվանագիտական միջոցներով լարվածությունը թուլացնելու եւ Իրանի միջուկային ծրագրին լուծում գտնելու համար։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, նշել է Ալ-Անունին։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 18-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 18-ի գիշերը եւ կեսօրից հետո 21-ից 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 19-ից 20-ին 21-ից 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։